Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի եւ Սյունիքի մարզային վարչությունների ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրել են մարտի 16-ին։ Ըստ տվյալների, օտարերկրացի 41-ամյա տղամարդը մեղրի կապան ճանապարհից իրացնելու նպատակով վերցրել էր 40-ամյա համերկրացու միջոցով Մաքսանենկ ճանապարհով Հայաստան տեղափոխված առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին եւ հերոին տեսակի թմրամիջոցներով փաթեթներ։ 41-ամյա օտարերկրացին կապանում հայտնաբերվել, ձերբակալվել եւ ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել են 3 կիլոգրամից ավելի քաշով մեթամֆետամինով 3 փաթեթ, 1 կիլոգրամից ավելի հերոինով փաթեթ, ինչպես նաև 34 տեղահապ։ 41-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ Երևանում վարձակալել են բնակելի շինության նկուղային հարկի գրասենյակային տարածքը, կահավորել այն համակարգչային հատուկ տեխնիկայով եւ իրականացնում են համակարգչային հափշտակություններ։ Օպերատիվ տեղեկությունների համակողմանի ուսումնասիրության հիման վրա քննչական կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ եւ ահա մարտի 17-ին քրեական ոստիկանության եւ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության ծառայողները նշված հասցեում իրականացրել են անակնկալ խուզարկություն։ Համակարգված գործողությունների արդյունքում իրավապահները հայտնաբերել են կիբերհանցագործություններով զբաղվող խմբի անդամներին։ Դեպքի վայրից առգրավվել է հանցավոր մեխանիզմի կիրառման համար նախատեսված տեխնիկան, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, օտարերկրյա բջջային հեռախոսակարգեր, հանցավոր գործունեությունը համակարգող ուղեցույցներ, ինչպես նաև քննության համար առանցքային նշանակություն ունեցող այլ ապացույցներ։ Իրավապահները պարզել են, որ խումբը գործել է նախապես պլանավորված փուլային հանցավոր սխեմայով, օգտագործելով թվային տիրույթում հայտնի ռոմանտիկ սքամ մեթոդը։ Հանցավոր այս մեխանիզմի հիմքում հոգեբանական ներազդման եւ թվային խաբեության համադրումներ։ Այլ կերպ ասած, խմբի անդամները թաքցնելով իրենց ինքնությունն ու գտնվելու վայրը, ծանոթությունների հավելվածներում, ինչպես նաեւ Telegram եւ WhatsApp հարթակներում ստեղծել էին կեղծ օգտահաշիվներ։ Ներկայանալով որպես բարետես արտաքինով երիտասարդ աղջիկներ, նրանք թիրախավորված անձանց հետ վարել են մշակված սցենարներով սիրային նամակագրություն։ Պոտենցիալ զոհերի հավաքագրումը հիմնականում իրականացրել էին Telegram հավելվածի տարբեր զրուցարաններում։ Շահելով քաղաքացիների վստահությունը, հանցավոր խմբի անդամները տարբեր պատրվակներով նրանց ուղղորդել էին կեղծ ֆիշինգային կայքեր, որոնք քողարկված են եղել որպես առցանց գնումների հարթակներ։ Արդյունքում չարաշահելով նրանց հուզական վիճակն ու վստահությունը, ենթադրյալ հանցագործները դրդել են կատարել վճարումներ, հափշտակելով ֆինանսական միջոցները։ Պարզվել է նաև, որ հափշտակված գումարները դրածո միջնորդների օգնությամբ կանխիկացվել են օտարերկրյա պետությունում եւ այնուհետև փոխակերպվել կրիպտոարժույթի։ Ներկայումս իրականացվում են վարույթային գործողություններ, հանցավոր գործունեությունը իրականացնող խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։ Մարտի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5361 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 169 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 178 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 156 անձ, հայտնաբերվել է հաշվառման համանիշի հետ կապված 52, չամրակապված վարելու 618, առանց մանկական նստատեղի քարսիթի 19, վարելու ընթացքում ծխելու 622, բարելի հեռախոսից օգտվելու 289, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 335 եւ 1986 այլ իրավախախտում, 122 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 155-ը տեխնիկական զննություն չանցած, 39-ը լուսարձակների անսարկությամբ, 81-ը թաղանթապատված դիմապակերով եւ կողային ապակիներով, 89-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու ամենքային ոստիկանության բաժիններ է տարվել 122 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16422 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 270 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստաբ 232 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 416, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 6 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համանիշի հետ կապված 93, չամրակապված վարելու 3993, առանց մանկական նստատեղի քարսիթի 225, վարելու ընթացքում ծխելու 563, վարելիս հեռախոսից օգտվելու 720, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 137, արագության գերազանցման 2807 եւ 5246 այլ իրավախախտում, 394 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 706-ը տեխնիկական զննություն չանցած, 436-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 6 բեռնատար, 199 թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 261-ը առանց զմեռային անվադողերի, 14 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 45 անձ։ Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Դավթաշենի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 112, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած եմ։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։